2-3 րոպե ընթացքում կուրսը բարձրանում էր 1-ական, 5-ական, հետո արդեն 10-ական միավորներով, կետերով։ Սրանից պետք է դաս քաղել։ Փոխարժեքի հոգեբանական բաղադրիչը ինչ հետևանքների է բերելու դրամի արժեզրկումը։ Թանգնա մեր էլի մեզավնաս, էժանանումա էլի մեզավնաս։ Մեզանում խուճապը մեծ դեր է խաղում։ Սովորական երևույթ է։ Վրաստան եմ գնում, Վրաստանը լարի է, ստեղ եմ գալիս դրամ է, Ռուսաստան եմ գնում ռուբլի է։ Լրիվ փողերը ունեն մեկ բրզեն։ Բայց ափսոս է մեր դրամը։ Ամերիկան այժմ նավթի եւ գազի արտադրության համաշխարհային առաջատարն է։ 40 միլիարդով դոլար։ Աշխարհաքաղաքական պատժամիջոցների պատճառով մենք 40 միլիարդ դոլար ենք կորցնում։ Այժմ Միացյալ Նահանգները հնարավորություն ունի օգտագործել էներգիան որպես արտաքին քաղաքականության գործիք։ Մեր եւ Սաուդյան Արաբիայի կարծիքն այն է, որ նավթի գինը որոշվի շուկայական կանոններով։ Նավթի գինը որպես պատժամիջոց աշխարհաքաղաքական խաղերում գործում են ջունգլի օրենքները։ Եթե էներգակիրների գների նվազեցումը հատուկ է արվում, դա հարվածում է նաև այն իրականացնողներին։ Վաղը, այս անգամ 22:35-ին, կիրակնորյա հորիզոն, փոխարժեքների տատանման եւ համաշխարհային մրցակցության անփոփոխ բնույթի մասին։